Ազատ լուրերը սկսում է աշխատանքը, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար։ Նրա խոսքով այն կարևոր է փոխադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, մրցակցությունը խթանելու եւ տարածաշրջանի կայունությունը բարձրացնելու առումով, ինչը կնպաստի ենթակառուցվածքային զարգացմանն ու ներդրումներին։ Ժնևում տեղի ունեցած առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի COP11-ի եւ արձանագրության կողմերի հանդիպման 4-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը ընտրվել է COP12-ի, ինչպես նաեւ արձանագրության կողմերի 5-րդ նստաշրջանի հյուրընկալող երկիր։ Ինչպես հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, այս որոշումը վկայում է միջազգային հանրության վստահության աճի մասին Հայաստանի հանրային առողջության եւ ծխախոտի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտներում ունեցած դերակատարության նկատմամբ։ Միջոցառումները կանցկացվեն Երևանում 2027 թվականին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում տեղակայված սուրճի, վճարային տերմինալների եւ այլ ավտոմատ սարքավորումները կանցնեն խստացված վերահսկողության։ Քաղաքապետարանի նոր համակարգը թույլ է տալիս պարզել ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված բոլոր սարքերի տեղակայումը։ Ավինյանի խոսքով քաղաքում առայժմ կա 1043 չգրանցված ավտոմատ սարք։ Քաղաքապետը հանձնարարել է բանակցություններ սկսել ապարատների սեփականատերերի հետ, պարզելու թե ովքեր են պատրաստ օրինական դաշտ տեղափոխվել։ Իսկ նրանք, ովքեր չեն համաձայնի գրանցվել, ամբողջությամբ կհեռացվեն քաղաքային տարածքից։ Մենք տեսնում ենք մեր բոլոր ավտոմատները, ավտոմատ սարքավորումները, որոնք որ գրանցված են եւ որոնք որ գրանցված չեն։ Որոնք որ գրանցված են, իրենք արդեն իսկ ամեն ամիս վճարում են քաղաքապետարանի դուրք, որոնք որ գրանցված չեն վճարում քաղաքապետարանի դուրք եւ իրենք ենթակա են ապամոնտաժման։ Հիմա դուք արդեն բանակցությունները ձեր տարեք, մինչև տարվա վերջ, ինչ կան մնացել, 1043-ից եկեք հասկանանք մինչև տարվա վերջ, քանիսն են գալիս օրինական դաշտ, իսկ քանիսն են առհասարակ ապամոնտաժվելու վերջնականապես, որովհետև դե լավ, ասենք, տարին ավարտվեց, այս տարվա սկզբից էր էլի, ինչքան դել դիմանանք, այսինքն իրանք պետքա ինչ-որ որոշում կայացնեն վերջնական, որովհետև օրինակ հիմա այս մյուսներն էլ, որ գրանցվել են ու խելոք վճարում են, իրանք ինչա մեղավոր են, կամ իրանք պատժված են, ինչ ենք թույլ տալիս, սա 11-րդ ամիսն է, բոլորը տեսնում եք, այս մեր նոր համակարգերով ամեն ինչ տեսանելի է, հասցեով, տեղով, նկարով, ով է գործարկում ապարատը, ում է պատկանում, ամեն ինչ տեսանելի է։ Հետևաբար ընդհանրապես խնդրում եմ այս 1-2 շաբաթվա ընթացքում բոլորին թարմացրեք, տեսնենք, ուզում են իրենց ապարատները մնան, թե ուզում են Աշխարհի ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունը NVIDIA-ն եւ Հայաստանը նոր հզոր գործակցություն են սկսում։ Apple-ն էլ առաջիկայում պատվիրակություն կգործողի Հայաստան, ուսումնասիրելու ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն է հայտնել Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան այցից հետո։ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում վերջին զարգացումների մասին տեսանյութում։ Երևանի տեխնոլոգիական թաղամասերից մինչև Սիլիկոնյան հովիտ Հայաստանի անունը կրկին հայտնվել է աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների էջերում, բայց այս անգամ պատճառը ոչ թե պատերազմն է, այլ նոր մեծ հնարավորությամբ գործակցությունը, որը կարող է փոխել մեր երկրի տեղն, այսպես ասած, գլոբալ քարտեզի վրա։ Հայաստանի տնտեսությունը մոտ 160 անգամ փոքր է, քան արհեստական բանականության չիպեր արտադրող NVIDIA-ի շուկայական կապիտալիզացիան, որը կազմում է 4.5 տրիլիոն դոլար։ Ինչպես նկատում է Bloomberg-ը, չափերը երբեմն երկրորդական են, երբ խոսքը գնում է տեխնոլոգիական հեղափոխության մասին։ Միացյալ Նահանգների կառավարությունը թույլատրել է NVIDIA-ի AI կրիչների արտահանումը Հայաստան Firebird հայկական ստարտափի կողմից նախատեսվող սուպերհամակարգչի նախագծի համար։ Սա արձանագրում է աննախադեպ տեխնոլոգիական կապ մեր նման փոքրիկ երկրի եւ աշխարհում ամենաբարձր արժողությամբ ընկերության միջև։ Նշվում է, որ այդ կրիչները պետք է դառնան հայկական Firebird ստարտափի նախագծած սուպերհամակարգչի սիրտը։ Մի համակարգիչ, որը կարող է փոխել ոչ միայն հայաստանյան AI էկոհամակարգ,
կարգը, այլև տարածաշրջանի տեխնոլոգիական հավասարակշռությունը։ Բլումբերգի գնահատմամբ սա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի չիպային դիվանագիտության դրսևորումն է, երբ Միացյալ Նահանգները տեխնոլոգիան դիտում է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։ Այս համատեքստում Հայաստանի հետ գործարքը դիտվում է որպես հստակ քայլ, ամրապնդելու Միացյալ Նահանգների ներկայությունն ու հետաքրքրությունները Հարավային Կովկասում, տարածաշրջան, որը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի ազդեցության ներքո։ Firebird նախագծի հաջող գործարկմամբ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային AI hub, իսկ Միացյալ Նահանգները ստանալ նոր վստահելի գործընկեր տեխնոլոգիական ու ռազմավարական կարևորության տարածաշրջանում։ Այս օրինակ նախագիծը ըստ էության կարծես թե շատ մոտ է իրականություն դառնալու, բացառապես Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքված Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխըմբռնման մասին հուշագրի շնորհիվ։ Այդ հուշագիրը հնարավորություն է տալիս եւ ենթադրում է, որ Միացյալ Նահանգները հասանելի կդարձնեն ամերիկյան բարձր տեխնոլոգիական լուծումները Հայաստանի Հանրապետության համար եւ հղում կատարելով այս փաստաթղթին Firebird ընկերությունը նաեւ դիմել է արտահանման լիցենզիա ստանալու, որպեսզի այդ գրաֆիկական պրոցեսորները տեղափոխվեն, գնվեն Firebird ընկերության կողմից, տեղափոխվեն Հայաստան եւ գերհամակարգչային կենտրոնը կառուցվի։ Սա մեծ նախագիծ է եւ ես հույս ունեմ, որ այն շատ շուտով իրականություն կդառնա։ Համենայն դեպս սրա համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր առավելագույնը ներդրել է։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային գործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Լեյսոն Լունդգարդի հետ։ Ներկայացրել օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան-Միացյալ Նահանգներ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, նաեւ Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են գործակցության հնարավոր ուղղությունները եւ Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Apple-ն առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան, ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։ Նարեկ Մկրտչյանը հանդիպել է արհեստական բանականության ոլորտում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկի, Anthropic-ի գործակցության գծով գլոբալ ղեկավար Դեն Ռոզենթալի հետ, քննարկել STEM ոլորտում գործակցության հնարավորությունները։ Google-ում էլ քննարկվել է հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը։ Բլումբերգի գնահատմամբ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները ոչ միայն փոխում է Հայաստանի տեխնոլոգիական քարտեզը, այլև վերաձևում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ իրեն։ Հարավային Կովկասը, որը տասնամյակներ շարունակ գտնվել է Ռուսաստանի ուղիղ ազդեցության տակ, այժմ դառնում է մեծ տերությունների մրցակցության նոր հարթակ։ Եվ հենց այստեղ փոքր երկիր Հայաստանը իր նորարարական նախագծերով ու տեխնոլոգիական ձգտումներով կարևոր դեր է ստանձնում։ Նշվում է, որ Firebird նախագիծը կարող է դառնալ տնտեսական վերածննդի, գիտական առաջընթացի եւ միջազգային գործակցության նոր հնարավորություն, իսկ Nvidia-ի չիպերը կդառնան այն միջուկը, որը կստիպի Հայաստանը տանել դեպի արհեստական բանականության աշխարհ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Նախորդ շաբաթվա քրեական քրոնիկոնը կարող եք դիտել տեսաշարով։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ազատգյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։ Հարցաքննված փորձագետը բացառել է պայթյունի վարկածը, իսկ ողբերգական հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտնել է, որ այնուամենայնիվ կացարանում եղել են պայթյուններ, բայց դրանք հետևանք են եղել փամփուշտների արկղի պայթյունի։ Փորձագետը մի քանի ուշագրավ տվյալներ է հաղորդել, բացառելով, որ փայտե վառարանի արդյունքում կարող էր շմուլ գազ առաջանալ։ Դա նշանակում է, որ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, որ զինծառայողների վրա մահ է հասել շմոլ գազի եւ ջերմային ներգործության միջոցով, ընդ որում կենդանության օրոք, բավականին վիճահարույց է դառնում։ Ըստ փորձագետի տված տեղեկությունների, հրդեհի բռնկման պահին կացարանում շմոլ գազ չի եղել, ենթադրաբար Եղիշեի կողմից վառարանը վառելու պահին զինծառայողները հանգիստ քնած են եղել։ Դա նշանակում է, որ Եղիշեի ռեակցիային ողջ մնացած զինվորների օգնության կանչելու պայմաններում զոհված զինծառայողները վայրկյանական պետք է արթնանային եւ կարողանային այդ տարածքից դուրս գալ։
Հետևաբար, այս փորձագետի հայտնած տեղեկությունները էական են։ Փորձագետը հաստատել է, որ հրդեհի օջախը եղել է վառարանը, բայց չի հաստատել, որ հրդեհ կարող էր առաջացած լինել բենզինից։ Փորձագետը նաև մեկ այլ կարևոր ուշագրավ տվյալներ է հաղորդել, ըստ որի ինքը տեսականում եւ գործնականում հնարավոր է համարում քննչական փորձարարության իրականացումը։ Դա նշանակում է, որ հնարավոր է կազմակերպել քննչական փորձարարություն, վերականգնելով դեպքի իրականացման այդ գործընթացը, որի պայմաններում հնարավոր լինի պարզել, թե իրականում կարող էր վառարանը վառելու արդյունքում նման ծավալի հրդեհ ստանալ եւ նման ողբերգության պատճառ դառնալ։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ավանի առանձնատունը 324 միլիոն դրամ է գնահատվել, պահանջվող մյուս գույքերի արժեքը եւս հայտնի է։ Մարգարյանից պահանջվող գույքերի եւ դրամական միջոցների վրա կալանք է դրվել։ Դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի ունեցվածք։ Նշենք, որ Տարոն Մարգարյանն առանձնատներ ունի մայրաքաղաքում եւ Ջերմուկում։ Դատախազությունը պահանջում է Սյունիքի նախկին մարզպետից բռնագանձել 8 միլիարդ դրամի ունեցվածք, հայտնի է նաև նրա երկու առանձնատան շուկայական արժեքները։ Սուրիկ Խաչատրյանի գործով դատարանն անցել է դատաքննության փուլ։ Հերթական դատական նիստին պաշտպանը պնդել է, որ Խաչատրյանը գույքերը ձեռք է բերել օրինական եկամուտներով։ 2002-ից 18 թվականներին Հրազդանը ղեկավարած ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի ենթադրյալ ապօրինի գույքի հայցը դատաքննության վերջնական փուլում է։ 15 տարի պաշտոնավարման ընթացքում նախկին քաղաքապետը անշարժ գույք եւ հողամասեր է ձեռք բերել ոչ միայն Կոտայքի մարզում, այլև Երևանի կենտրոնում։ Դատախազությունը նրանից պահանջում է 827 միլիոն դրամի ենթադրյալ ապօրինի ունեցվածք, 12 անշարժ գույք եւ 116 միլիոն դրամ է։ Գլխավոր դատախազությունը պահանջում Հրազդանի նախկին քաղաքապետից 12 անշարժ գույքի շուկայական արժեքը 710 միլիոն 772 հազար դրամ է գնահատվում։ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել օրերս դատական նիստերից մեկի ավարտից հետո արված հայտարարությունների համար։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հուլիգանության հատկանիշներով։ Երկրորդ անձը Սպարտակ Ղուկասյանն է, վերջինիս նկատմամբ եւս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն արարքի դատարանում թույլ տրված արտահայտությունների համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, ներկայացվել է կալանքի միջնորդություն։ Հայտնի է Դոմուս հիպերմարկետի Իսակովի մասնաճյուղի հրդեհի համալիր փորձաքննության եզրակացությունը։ Հրկիզման վարկածը բացառվել է, պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի հրդեհի օջախ է դարձել պահեստի հարևանությամբ գտնվող օթորակիչների սենյակը։ Կրակը տարածվել է դեպի պահեստ, ապա ամբողջ առևտրի կենտրոն։ Շինության վնասը 1 միլիարդ 650 միլիոն դրամ է, իսկ այն վարձած Դոմուս ընկերությանը ավելի քան 800 միլիոն դրամ։ Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունների հիման վրա Կոտայքի մարզի Զովունի գյուղի 30-րդ փողոցում թմրանյութի փաթեթ տեղադրելիս ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Աբովյանի եւ Բյուրեղավանի բնակիչներ 26-ամյա երիտասարդներին։ Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթ, ընդհանուր մոտ 27 գրամ քաշով։ Նա ընդունել է, որ փաթեթներում մարիխուանա է։ Այն ձեռք է բերել համացանցի միջոցով եւ գումարի դիմաց պետք է տեղադրվեին Զովունիում։ Բյուրեղավանցի երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Երիտասարդներն ու կազմված փաստաթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Միջազգային եւ տարածաշրջանային նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը սարսափելի է, որն ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ուժեղ եւ պատշաճ ղեկավարության պայմաններում երբեք չէր լինի, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն սկսվել է դեռևս իմ երկրորդ ժամկետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ Բայդենի վարչակազմի օրոք եւ միայն վատթարացել է։ Եթե 2020 թվականի նախագահական ընտրությունները չկեղծվեին եւ չգողանային, միակ բանը, որում արմատական ցախ դեմոկրատները լավ են անում, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմ չէր լինի, ինչպես որ իմ առաջին ժամկետի ընթացքում տեղի չունեցավ, նույնիսկ չի հիշատակվեց։ Պուտինը երբեք չէր հարձակվի։ Ուկրաինայի ղեկավարությունը զրոյական երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար եւ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից։ ԱՄՆ շարունակում է հսկայական գումարների զենք վաճառել ՆԱՏՕ-ին Ուկրաինային բաժանելու համար, գրել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին եւ նախագահ Դոնալդ Թրամփին Կիևին աջակցելու ջանքերի համար։ Ուկրաինան շնորհակալ է Միացյալ Նահանգներին, յուրաքանչյուր ամերիկացուն եւ մասնավորապես Դոնալդ Թրամփին օգնության համար,
որի շնորհիվ փրկվում են ուկրաինացիների կյանքերը, գրել է Զելենսկին Telegram-ում։ Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել նաև Եվրոպային, G7-ին եւ G20-ի երկրներին, կարևորելով այդ աջակցությունը պահպանելու ջանքերը։ Այդ պատճառով էլ մենք շատ ուշադիր աշխատում ենք դեպի խաղաղություն տանող ամեն կետի, ամեն քայլի վրա, ամեն բան շատ ուշադիր պետք է արվի, որպեսզի մենք կարողանանք իսկապես վերջ տալ այս պատերազմին ու կանխենք դրա կրկնությունը, ասել է նա։ Ժնևում ավարտվել է ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը, որտեղ քննարկվել է ԱՄՆ խաղաղության ծրագիրը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Reuters-ի փոխանցմամբ։ Կողմերն ունեն շատ լավ աշխատանքային տարբերակ, հայտարարել է Ռուբիոն, նա պարզաբանել է, որ թիմերն այժմ աշխատում են իրենց տրված առաջարկների վրա եւ փոփոխություններ են կատարում տարաձայնությունները նեղացնելու եւ այն բանին մոտենալու հույսով, որի հետ կարող են համաձայնվել եւ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները։ Երմակը հաստատել է, որ հանդիպումն արդյունավետ էր, կողմերը շատ լավ առաջընթաց են գրանցել եւ շարժվել դեպի արդար եւ երկարատև խաղաղություն։ Նա հավելել է, որ պատվիրակությունների երկրորդ հանդիպումը կկայանա շուտով։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալի պատկերացում է ստացել այն մասին, թե որ հարցերն են իրականում կարևոր Ռուսաստանի համար։ Նա նշել է, որ ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները ներկայումս աշխատում են պլանի ճշգրտումների վրա եւ երկու երկրների ղեկավարությունները դեռևս չեն հաստատել այդ փոփոխությունները։ Եվ իհարկե կա նաեւ հավասարման ռուսական կողմը, բայց կրկին մենք կարծում ենք, որ վերջին 9 ամիսների ընթացքում մենք բավականին էական ըմբռնում ենք ձեռք բերել որոշ բաների վերաբերյալ, որոնք իսկապես կարևոր են նրանց համար, ասել է Ռուբիոն լրագրողներին։ Առավոտյան Պակիստանի Պեշավար քաղաքում 3 ինքնասպան ահաբեկիչ հարձակում է իրականացրել սահմանապազորքերի շտաբ բնակավայրի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել առնվազն 5 մարդ։ Ոստիկանության տվյալներով հարձակվողները նախ գրակ են բացել, ապա ներխուժել շտաբի տարածք եւ այնտեղ պայթեցրել իրենց առաջին ինքնասպան ահաբեկիչը, պայթուն է իրականացրել գլխավոր մուտքի մոտ, մյուս 2-ը մտել են ներս, գրում է Reuters-ը։ Վիրավորներից 5, այդ թվում 2 սահմանապահ զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց, մինչ այժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։ Փարիզում տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Ֆրանսուଆ Բայրուի հրաժարականի պահանջով զանգվածային ցույց ամբողջը վանկարկել է Մակրոն հրաժարական տուր կարգախոսը։ Ցուցարարները նաեւ պահանջել են վարչապետի հրաժարականը դժգոհություն հայտնելով կառավարության քաղաքականության վերաբերյալ, որը նրանց կարծիքով օգուտ է բերել միայն մի քանի անհատների եւ խմբերին։ Նրանք մեղադրում են խորհրդարանի երկու պալատներին, ազգային ժողովին եւ սենատին ԵՄ բոլոր համաձայնագրերն ընդունելու մեջ, որոնց պատճառով Ֆրանսիան հայտնվել է իր ներկայիս իրավիճակում։ Ցույցի կազմակերպիչը հայրենասեր կուսակցության ղեկավարն իր կողմնակիցների հետ կանգնել է ցուցարարների շարասյան առջևով ընթացող բեռնատար մեքենայի հարթակի վրա ղեկավարելով զանգվածային միջոցառումը։ Ֆրանսիացիները վրդոված են խնայողության ծրագրից եւ պատերազմի հեռանկարից, նրանք արդեն բավականաչափ հանդուրժել են եւ ուզում են, որ Մակրոնը հեռանա, հավելել է քաղաքական գործիչը։ Սերմից սեղան այս հայեցակարգով է աշխատում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող Երեմյան ընկերությունը, որը ունի տարածաշրջանում ամենամեծ եւ ժամանակակից ֆերման։ Երեմյան ֆերման արտադրական գործընթացը սկսում է դաշտից, բարձրորակ սերմի տնկմամբ, իսկ արդյունքը անարատ վիտամիններով հարուստ կաթնամթերքն է։ Երեմյան ֆերման ոչ միայն կաթնամթերք է արտադրում, այլև որակի, պատասխանատվության եւ նորարարության նոր մշակույթ է ստեղծում։ Դիտեք այս մասին պատմող տեսանյութը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։ Սա Երևանից 170 կիլոմետր հեռավորության վրա Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող տարածաշրջանում եզակի եւ Հայաստանում ամենամեծ խելացի ֆերման է։ Ստեղծվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից, որդեգրելով սերմից սեղան հայեցակարգը։ Փակ շղթայով 100% անարատ, ակարգի կաթի ստացում, եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանություն, կանաչ եւ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացում, բնական սեփական ֆերմայի կաթից ստացվող որակյալ կաթնամթերքի արտադրություն։ Սեփական դաշտերում կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթի ստացում եւ տեղափոխություն Երևանում տեղակայված Երեմյան կաթնամթերքի գործարան։ Այն միակն է Հայաստանում, որն արժանացել է FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատի։ Սերմից սեղան ճանապարհորդությունը սկսվում է հենց դաշտից։ Բարձրորակ սերմերն ընկնում են բերրի հողի մեջ, ավտոմատացված ոռոգման համակարգը ապահովում է ջրի ճշգրիտ բաշխում, իսկ ճիշտ սնուցման եւ խնամքի շնորհիվ ստացվում է սննդարար առվույթ եւ եգիպտացորեն։ Երբ որ հասունանում է, արդեն իրանց ուղարկում ենք լաբորատորիա, ըստ դրա արդեն տեսնում ենք իր մեջի պիտանելիությունը, ասենց ասացա, իր ինչքան է էներգիան, ինչքան է իր մեջ կռախմալը, ըստ դրա արդեն որ կարողանանք հաշվարկենք կերերի այդ ռեցեպտները, ըստ ռացիոնի կարողանանք կերակրենք։
Կերերը ժամանակակից սիլոսացման միջոցով պահվում են մինչև 2 տարի, պահպանելով էներգիան, սննդարարությունն ու պիտանիությունը։ Արդյունքում ֆերմայի կովերն ամբողջ տարվա ընթացքում ստանում են բարձրորակ կեր եւ ապահովում անարատ, առողջ, վիտամիններով հարուստ կաթ։ Ամսական մի անգամ անալիզներ են կանում սիլոսի սենաժի, որպեսզի հասկանանք իրանց մեջի պարունակությունը, կրախմալի, սպիտակուցի, էներգիան ինչքան է ու համապատասխան դրա կարողանանք ճիշտ կերախառնուրդ անել։ Մի գլուխը մի կենդանին 24 ժամվա մեջ ուտում է 55 կիլոգրամ սես կերախառնուրդ։ Ու շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այնքան էներգիան ճիշտ հաշվարկենք, որպեսզի եւ իրանց ապրելու, իրանց կենսապահի ու կատնատվության համար այդ ամբողջը հերիքի։ Ընկերությունը ոչ միայն արտադրում է բնական եւ բարձրակարգ կատնամթերք, խթանում կաթ խմելու մշակույթն ու առողջ ապրելակերպը, այլև գյուղատնտեսական նախագծերի հաջողված փորձով նպաստում է Հայաստանում խելացի եւ կանաչ գյուղատնտեսության առաջընթացին, համայնքային զարգացմանն ու պարենային անվտանգությանը։ Այս ոլորտում ընկերությունը ներդրել է եվրոպական, մասնավորապես գերմանական փորձը, կարգապահությունն ու որակը։ Ֆերման դարձել է Գերմանիայից Հայաստան ներկրված բարձր կատնատվությամբ Հոլշտեյն տեսակի մաքրացեղ կովերի տունը, որտեղ նրանց առողջությունն ու բարեկեցությունն առաջնահերթություն են։ Կենդանիները ազատ պահվածքով ենք պահում, այսինքն կապովի պահվածք չի։ Հա ինքը իրանց նստատեղերն այդ լեժակներն է, որտեղ որ իրանք նստում են, որոնք որ ուզում են մոտենում են կերին, այսինքն ազատ է ջուրը, կերը, հա օդափոխությունը, այս օդափոխության համակարգ կա, որը որ արդեն 18 աստիճանից երբ որ բարձրանում է, ինքը սկսում է արդեն հովացնել, նաև, որտեղ իրանց համար շատ կարևոր է ջերմային ռեժիմի ճիշտ պահել։ Տարածքը հագեցած է խելացի մոնիթորինգային համակարգերով, որի շնորհիվ առանձնակի մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր կենդանուն, հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրա առողջության մասին։ Ըստ այդմ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդություններն ու ապահովվում կայուն առողջություն։ Կերակրում անում ենք օրական 2 անգամ, հիմնականում process-ը կերակրման այն ժամանակահատվածն է, երբ որ իրանք արդեն կթարանից հետ գալու process-ի ժամանակ լինի, կերերը ուրեմն լցնում ենք այնքան, որ միշտ մնացորդը մնա 5-ից 7%, այսինքն չվերջանա նոր կերակրումը անենք, պարտադիր այդ հատվածն է, նշել որ ֆերմաները լրիվ հագեցած է ավտոմատ սարքավորումներով, որը որ հնարավորություն է տալիս ավելի հեշտ եւ ավելի որակով աշխատանքները իրականացնել, ավտոմատ գոմախվի հեռացման համակարգեր, ջրի խմոցներն, չոտկերն, օդափոխությունն է։ Կաթի բացարձակ որակի ստացման գործընթացում վերահսկվում է յուրաքանչյուր մանրուք։ Այստեղ կաթը ձերբազատված է մարդկային կամ արտաքին որևէ այլ ազդեցությունից։ Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում ժամում կթում է 250 կով։ Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ամբողջ ընթացքում։ Փակշղթայի սառնարանային համակարգի հետ զուգակցմամբ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։ Ի դեպ կիթն ընթանում է առանց ստրեսի, ինչը նպաստում է կաթի բարձր որակին։ Այստեղ արդեն աշխատում է արդեն կենդանիների իդենտիֆիկացիան, որտեղ են կենդանիները կանգնում ու համապատասխան կենդանիների քանի լիտր կաթ են տալի, կաթնատվությունն է հաշվում կենդանիների։ Կթարանի առանձնահատկություններից մեկը նա է, որ ինքը բարձր տեխնոլոգիաներով, որը հնարավորություն է տալիս ակարգի կաթ կթելու համար, այսպես ասեմ, որովհետև ամենավորակյալ ու վերջին սերնդի տեխնիկան է, որը որ ներդրվել է Երեմյան ֆարմում։ Երեմյան կատնամթերքը յուրաքանչյուր փուլում ենթարկվում է խիստ վերահսկողության, որպեսզի արտադրանքը լինի անվտանգ, որակյալ եւ լիովին համապատասխանի պահանջվող ստանդարտներին։ Փակ շղթայով առանց մարդկային միջամտության թարմ եւ համեղ կաթը ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան, անցնում 2 ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում։ Այնուհետև կաթի փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանում տեղակայված Երեմյան կատնամթերքի գործարան, որտեղ էլ անցնում է լաբորատոր հետազոտություն եւ նմուշարվում, ապա շշալցվում եւ հասնում սպառողի սեղանին, ապահովելով առավելագույն թարմություն եւ սննդարարություն։ Կատնամթերքը վաճառքի է դուրս գալիս էկոլոգիապես մաքուր եւ
անվտանգ ապակյա տարաներով, որոնք ենթակա են վերամշակման։ Իդեպ Երեմյան կատնամթերքի տարաների հետ վերադարձի ծրագիրը եւս նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը եւ կանաչ գյուղատնտեսության զարգացմանը։ Հայաստանում ամենամեծ ժամանակակից լուծումներով ընկերությունն իր սերմից սեղան հայեցակարգով գյուղատնտեսական ոլորտում ներկայացրել է նոր մեթոդաբանություն եւ առաջիններից է, որ ներդրել է միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ։ Այս ամենի շնորհիվ արդեն մի քանի տարի շարունակ Երեմյան ընկերությունը սեփական արտադրության խիստ վերահսկվող շղթայով սպառողին է հասցնում 100% բնական անարատ կատնամթերք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։